Պարոն Սիմոնյան, այսօր կրկին իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Վարդան Ղուկասյանի աշխատասենյակում, իշխանությունները իրենց այս գործողություններով ինչ են ցույց տալիս։ Մենք երեկ տեսանք, որ մոտ 6 ժամ այստեղ պատանդարված էին նաև Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները։ Իշխանությունը ինչ է փորձում ասել դրանով։ Ես իհարկե չգիտեմ, այդ հարցը երևի պիտի ուղղվի իշխանություններին, թե ինչ են ուզում։ Ես մի բան կարող եմ ասել, որ ցանկացած գործողություն պետք է բխի իրավական դաշտից, պետք է գործողությունները կատարեն եւ չխաթարեն մյուսների իրավունքները, չոտնահարեն մյուս աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Երեք իհարկե չեմ էլ ուզում անդրադառնալ երեք շատ լրատվամիջոցներ, նաև երևի դուք անդրադարձել եք իրավիճակին։ Այսօր էլ հիմա բնականon աշխատանքով քաղաքապետարանը աշխատում է, փորձում ենք յուրաքանչյուրս մեր ուրեմն պարտականությունները կատարել, որի համար մենք կոչված ենք, եւ հույս ունեմ, որ հետագայում էլ ամեն ինչ նորմալ կլինի, ինչ վերաբերում է իրավական առումով, երևի ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ է կատարվել, ինչ չի կատարվել, ես չեմ կարող հիմա գնահատական տալ, թե ինչ է եղել, ինչ չի եղել, որովհետև շատ բաներ չի ներկայացվում եւ մենք շատերս տեղյակ չենք, թե ինչ պատճառով է այսօր կալանավորված քաղաքապետը շատ փոքր տեղեկատվություն է, որը որևէ բան չի ասում խորքի մեջ։ Իսկ կարող ենք ասել, որ քաղաքական հետապնդման հերթական փորձներ, որովհետև Վարդան Ղուկասյանը ինքն էլ շատ է խոսել այդ մասին, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, գիտենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ից է հայտարարել, որ պետք է նրան հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտից։ Արդյոք այս ամեն ինչը տրամաբանական, հաջորդական գործողություններ են այդ հայտարարությունները։ Հիմա տեսեք, եթե չուզենանք էլ այդ դաշտի մեջը դիտել, եթե չուզենանք նույնիսկ, ինքը ստիքյան գալիս է մտնում այդ դաշտի մեջ, խորքի մեջ է, դաշտի մեջ է, որ այդ բոլոր գործողությունները կատարվեցին այն դեպքում, երբ որ արդեն վարչապետը հայտարարեց հանրապետության բարձրամբիոնից, որ հանրային կյանքից դուրս եմ շպրտելու, իհարկե ինձ համար անընդունել է նման խոսելաոճը, որովհետև որևէ մեկը որևէ մեկին իրավունք չունի այստեղից կամ այնտեղից դուրս շպրտելու, ինձ, մյուսին, նաև իրեն միայն օրենքով կարող են այս կամ այն պատժին ենթարկել։ Որևէ մեկ անձի իրավունք չունի, չէլ կարող դուրս շպրտել։ Չգիտեմ, մենք արդեն այնքան ենք հեռացել իրավական պետության հիմքերից, որ ինչ ուզենում են յուրաքանչյուր այս երկրի մեջ խոսում արդեն։ Արդյոք կարող ենք ասել, որ իշխանությունը իր այս գործողություններով պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին, այսինքն մի կողմից տեսնում ենք, որ իշխանությունը փորձում է չեզոքացնել այն մարդկանց, ովքեր ռեալ մրցակիցներ են իր համար։ Դա կողմից չի։ Շատ ժամանակ, երբ որ լսում ես նույն իշխանական պատգամավորների խոսույթը, երբ որ լսում ես նրանց ղեկավարության ելույթները, որևէ մեկը չի կասկածում, որ այս ամբողջը կատարվում է 26 թվականի ընտրությունների, որ երբ որ հայտարարում են, որ մենք ունենանք 60%, հայտարարում են, որ չգիտեմ, դի անվերավ մեծամասնություն, դի կազմենք դերևս ընտրությունները չեն կայացել, երևի ինձ թվում է մարդը պետք է մի քիչ համեստություն ունենա, երբ որ որոշողը ինքը չի տվյալ գործառույթի ժողովուրդն է, ինքը արդեն իսկ իմ կամ քո տեղը որոշում է, թե ինքը ինչ տոկոսներ պետք է ունենա։ Այստեղից արդեն բարձ երևում է, որ խորքի մեջ այդ ամբողջը կատարվում է 26 թվականի համապետական ընտրություններում պետական լծակներ ունենալը։ Բայց ես գիտեք, չեմ էլ մտածում այդ մասին, որովհետև պետական ռեսուրսները, երբ որ համեմատում ենք ընդհանրապես մեր ընտրողների թվաքանակին, այնքան չնչին է, որ եթե մեր ժողովուրդը ուրեմն գիտակցաբար հասկանա, գնա ճիշտ ընտրություն կատարի, այդ պետական լծակների ազդեցությունը որևէ ազդեցություն չի ունենա։
Չեն էլ կարողանա ազդել պետական լծակներով այդ ընտրությունների արդյունքների վրա։ Եթե մեր բնակչությունը իհարկե գիտակցի, որ իր քվեն ինքը պարտավոր է գնալ եւ օգտագործել, անկախ ամեն ինչից, թե ինքը ցայնը ում կտա։ Պարոն Սիմոնյան, երեք ԿՊԱ-կան պատգամավորը հայտարարեց, որ չի բացառվում, որ Գյումրիում կնշանակվի ԿՊԱ-կան քաղաքապետ։ Ձեր կարծիքով ինչպես կզարգանա իրավիճակը, արդյոք կա պլան B ձեր կողմից, իշխող ուժի կողմից, դուք ներկայացնում եք քաղաքային իշխանությունը։ Հիմա տեսեք, ես չի ասի, որ կա այսօր ուրեմն համայնքները ղեկավարվում են տեղական ինքնակառավարման մասին օրենքով, այդ օրենքով սահմանված են այս կամ այն ինստիտուտի լիազորությունները, այդ լիազորությունների շրջանակներում թե քաղաքային իշխանությունները, թե պետական իշխանությունները պետք է գործեն այդ օրենքների շրջանակներում։ Ես ուրիշ բան չեմ կարող այս մասով ասել, չեմ էլ կարծում, որ ինչ-որ մի ձևով պլան A, պլան B, պլան C պետք է լինի։ Կա օրենք, որով մենք պետք է առաջնորդվենք։ Տեսնում եք, որ օրենքները իրենց օգտին են աշխատում կամ ավելի ճիշտ չեն գործում այդ օրենքները, եթե իրենք էլ այստեղ փորձեն, ինչպես միշտ են արել, այսինքն զավթել իշխանությունը, դա լինի քրեական գործերով, դա լինի շանտաժով, ինչպես եք այսպես հակադարձ գնահատական ցույց տալու։ Գիտեք, այդ առումով եթե որևէ մեկը մտածում է, որ ինքը ավելի շատ վնաս է տալիս դիմացինին այդ օրենքները խախտելով, ինքը չարաչար սխալվում է, չարաչար, որովհետև այդ օրենքները, երբ որ մի անգամ խախտում ես, շատ հանգիստ վաղը մյուս օր օգտագործվելով քո դեմ, վաղը մյուս օր մեկ այլ իշխանություն, որ այլևս իրենք չեն լինելու, շատ ավելի կոպիտ ձևով այդ օրենքները կօգտագործեն իրենց դեմ։ Ես մի բան կարող եմ ասել, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հարգել օրենքները, որով մենք պետք է գործենք, եւ դա կլինի մեր երկրի փրկությունը։ Մենք տեսանք, որ նույն սցենարով Վանաձորում զավթեցին իշխանությունը, մենք տեսանք նաև Ախուրյանում են զավթել իշխանությունը ԿՊԱ-կանները Ալավերդիում, մնացած համայնքներում, նաև գիտենք, որ ընդդիմադիր քաղաքապետերը մի քանի քրեական գործերով են անցնում։ Այսպես ձևակերպեմ հարցս, ինչպես կանխենք հերթական իշխանազավթումը ԿՊ-ի կողմից։ Գիտեք, ես հիմա իշխանությունն ասիրում եմ, հիմա խորքի մեջ լուրջ եմ ասում, իմ հույսս մնացել է բարձրյալը։ Մի բան կա, որ մեր ժողովուրդը կա հասկանա, որ ինքը իր ճակատագիրը ինքը որոշի։ Այս անտարբերությունը, մեր ժողովրդի անտարբերությունը իր ճակատագրի նկատմամբ բերել է այս իրավիճակն, ինչ որ մենք հիմա ունենք։ Ժողովուրդը ինքը հետ ողորմապ պետք է անի, ինքը պետք է հասկանա, որ իր ճակատագիրը ինքն է որոշելու, եթե թողեց բախտի կմաճույքին լինելու են ինչ որ կա, ինչ որ դուք ասեցիք։ Գյումրի կլինի մյուս օր չգիտեմ, բայց ասում եմ խորքի մեջ ոչ մեկը չի շահելու։ Եվ կա մեկը, որ կարող է ասել, որ այդ պրոցեսներից մենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ շահել ենք։ Եթե կա, ես թող ցույց տան, ես շնորհակալ կլինեմ, որ որևէ մեկը կարող է ցույց տալ։ Պարոն Սիմոնյան, դուք ասում եք, ժողովուրդը պետք է իր ճակատագրի տերը լինի, ինքը պետք է բախտորոշիչ դեր ունենա։ Տեսնում ենք, որ շատ դեպքերում ժողովուրդը իր ընտրությունը կատարել է, ընտրած քաղաքապետն է իշխանության գալիս, բայց շատ դեպքեր են եղել, երբ հենց այդ քաղաքապետը իրեն վստահված քվեները չեզոքացրել է, այսինքն շատ հանգիստ զիջել է իշխանությունը, այսպես ասած նվեր է տվել ԿՊԱ-կաններին, մենք դա տեսել ենք Ախուրյանի օրինակով, երբ Արծրունի Գիթյանը հրաժարական տվեց առողջական խնդիրների պատրվակով։ Ժողովուրդը նաև այս սցենարն է տեսել։ Հիմա տեսեք, ես չի ասի, որ առողջականով դուք լավ գիտեք, որ եղան լուրջ ճնշումներ են եղել։ Ինքը համենայն դեպս այդպես է ներկայացրել։ Բնական է մարդը, որը առողջականը պետք է ներկայացնի, բայց խորքի մեջ մենք լավ ենք հասկանում, թե տողատակում ինչ էր այդ ամբողջը, ինչ իշխանել ուզենանք, որ մենք խուսափենք, ցույց տանք, որ իրականում ճնշումներ են եղել, այդպես չի։
Ես նորից իմ այն ասածին են գալիս, որ այդ պարագայում ժողովուրդը ինքը գիտակցի եւ կանտեր կան իր քվեներին։ Ինչու՞ չէ, նաեւ ինձնից պիտի պահանջի, քեզանից պիտի պահանջի, որ իմ քվես տվել են, որ դու մնաս այդ տեղում։ Եթե ես վստահ եմ, եթե ուրեմն այդ նույն ժողովուրդը, որ իր ավականիներին էր տվել քվեները, եթե կանգնած մնային Նիգիթյան Արծրունի կողքին, այդ ժողովուրդը քվեն տվել էր այդ նույն Նիգիթյան Արծրունին, նույն Պողոսին, Մարտիրոսին, ովքեր որ այդ ավականու կազմի մեջ են, ճիշտ է։ Այդ ուժին էր տվել այդ քվեն։ Եվ այդ ուժի մեջի անհատը իրավունք չուներ դավաճանելու։ Մենք այստեղ հարցը պետք է մի քիչ ուրիշ տեսանկյունից նայենք։ Եթե իհարկե բոլոր ավականիները հարկեին իրենց տված քվեները, իրենց ժողովրդի տված քվեները, հաստատ որևէ մեկը չէր կարողանա որևէ բան անել։ Ցավոք սրտի իհարկե կան մարդիկ, որոնք այդ ունեցած քվեները արքու վաճառքի առարկա են դարձնում եւ արդյունքում ունենում ենք այն, ինչ որ ունենում ենք։